դուք ուղղակի պարտավոր եք պատրաստել փանքեյքները հենց այս բաղադրատամսով, որովհետև նրանք ստացվում են իդեալական։ Նախ մաղած ալյուրի վրա ավելացնում ենք փխրեցուցիչը, խառնում ենք եւ մի կողմ ենք դնում։ Իսկ ավելի խորը տարայի մեջ կոտրում ենք ձուն, վրան ավելացնում ենք շաքարավազը, մի փոքր խառնում ենք եւ ավելացնում ենք գոլկաթը։ Ապա խառնում ենք այնքան, մինչ շաքարավազը ամբողջությամբ կհալչի։ Այս բաղադրիչներին հաջորդում է ձեթը եւ մեր 4 բաղադրիչները։ Այս ամբողջը խառնում ենք այնքան, մինչ ստացվի համասեր զանգված։ Ըստ պահանջի կարող եք ավելացնել ալյուր։ Խմորի խտությունը պետք է լինի ահա այսպիսին։ Ընդամենը 2 րոպե ծախսում ենք եւ մեր խմորը փանքեյքների համար պատրաստ են։ Նրանք տապակում ենք 2 կողմից։ Առաջին շերտը տապակելիս պետք է լինեն պղպջակներ։ Երբ պղպջակները դուրս կգան, այն կարող ենք շրջել եւ տապակել եւս 1 րոպե հակառակ կողմով։ Ահա եւ վերջ, շատ արագ համեղ փանքեյքները, որոնք ստացվում են իդեալական եւ տապակվում են գեղեցիկ անգամ առանց ձեթի, պատրաստ են։ Ձեզ մնում է միայն այն զարդարել եւ վայելել։ Իսկ պատրաստելիս չմոռանաս ինձ անպայման նշել։